Կողմ 84 դեմ ձեռնպահ որոշում ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված երկրաբար կամավորների կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն Կողմ 87 դեմ ձեռնպահ որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ քիչ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն Կողմ 63 դեմ 1 ձեռնպահ 19 որոշումն ընդունվել է։ Կողմ 64 Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն Կողմ 61 դեմ 6 ձեռնպահ 16 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված պետական պարտքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն Կողմ 60 դեմ 18 ձեռնպահ 2 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում ազգային ժողովի պատգամավորներ Վարան Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Բաբայանի, Միքայել Մանուկյանի եւ Հայկ Բաբուխանյանի կողմից ներկայացված կուսակցությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն Կողմ 72 դեմ 2 ձեռնպահ 7 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Աղա Վարդանյան Շնորհակալություն պարոն Սահակյան, հարգելի գործընկերներ, ես ուրախությամբ տեսա, որ պարոն Աշոտյանը կողմ է, որ ընդդիմությունը պաշտպանում է մեծամասնության շահերը 70-700-ի հարաբերակցությամբ, բայց ակնհայտորեն այս օրենքը դեմ է առողջ տրամաբանությանը։ Մենք անում ենք մի բան, որով ուղղակի ընդունում ենք, որ մենք ի վիճակի չենք տարբերել իրական գիտական աշխատանքը եւ վախենում ենք, որ պետական պաշտոնյաները իրենց լծակներով կազդեն եւ կդառնան գիտնական։ Այս օրենքը ընդունությունից երաշխավորում են վաղը բաժանան պաշտոնյաների եւ մեծամասնության կապակցված անձինք, երեխաները, զավակները, զոհաչները, որոնք կդառնան տեխնատու դոկտոր։ Սա լուծում չի, ես առաջարկում եմ առնվազն ընդդիմությանը չքվեարկել այս օրենքը, թող մեծամասնությունը միայնակ անցկացնի։ Սամվել Արմանյան